Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Այսօր Սթիվենի IPP հանդիպումից 3 ամիս անց կհանդիպենք Վինիին, տեսնելու թե ինչպես է աշխատում Սթիվենի ծրագիրը եւ ինչ փոփոխություններ են պետք նրա նպատակներին հասնելու համար։ Հեյ Սթիվո, իմացել եմ ինչ է եղել։ Դու լավ ես։ Կներես, բայց ինձ հեռացրել են։ Հեյ, սարսափելի է աշխատանքից հեռացվելը, բայց երբեմն պետք է ձախողես, որ հաջողության հասնես։ Ինչ նկատի ունես։ Դե, վերցնենք բեյսբոլը։ Դու ամեն անգամ կարողանում ես հոմրան խփել։ Ոչ, երբեմն վրիպում եմ։ Բոլորն էլ այդպես են, նույնիսկ Ջո Դիմաջիոն, բայց դու հանձնվում ես ու երբեք բեյսբոլ չես խաղում։ Ոչ, կատարելագործում եմ հարվածս։ Ճիշտ է, դու սովորում ես սխալներից։ Իսկ դու ինչ սովորեցիր մարզադաշտում։ Դե հոթ-դոգներ, տակ հոթ-դոգներ, կետչուպ, մանանեխ, ինչ որ ուզեք։ Բաժաները լցված են։ Նետումը, հարվածը։ Սա ջախջախի հաղթանակ է։ Այո։ Հեյ, քեզ չի ասել խաղ չնայես։ Սա քո երստրայքն էր։ Գնա այստեղից։ Ներիր ինձ, ես սխալվեցի։ Ոչ, ես եմ սխալվել, ներիր ինձ։ Ես էի մեղավոր։ Քանի որ դու բեյսբոլ սիրում ես, ես մտածեցի մարզադաշտում աշխատելը հոմրան կլիներ, բայց ես սխալվեցի։ Դու չես սխալվել։ Զվարճալի էր այնտեղ լինելը։ Իրոք, ի՞նչը ամենաշատը դուր եկա մարզադաշտում։ Որ կարողացա այդքան մոտ լինել հիմնական հրապարակին։ Հոթ-դոգ կերա ինչքան ուզում էի երգեցի 7-րդ ինինգի ընդմիջման ժամանակ, բայց ամենալավը անվտանգության շներն էին։ Ամենալավը անվտանգության շներն էին։ Այո, ինձ թույլ տվեցին շոյել այդ շներին, նույնիսկ երբ նրանք աշխատում էին։ Ինչու ես այդքան շատ սիրում շներին։ Շունը մարդու լավագույն ընկերն է, իսկ ընկեր ունենալ նշանակում է, որ մենակ չես։ Դու քեզ մենակ ես զգում։ Երբեմն Մայան եւ Դեքսթերը միշտ զբաղված են լինում։ Մայան աշխատում է, իսկ Դեքսթերը չի սիրում դուրս գնալ։ Դու Սանի Օուքսում քեզ լավ ես զգում։ Այո, ես սիրում եմ Սանի Օուքսը։ Թեև կուզեի մեկը լիներ ում հետ ժամանակ անցկացնեի, երբ բոլորը զբաղված են։ Դրա համար սիրում էի մարզադաշտը։ Որովհետև դու միշտ շրջապատված էիր մարդկանցով։ Եվ շներով։ Ճիշտ է։ Դու շատ լավ շուն ես։ Ճիշտ է։ Մարդիկ եւ շներ։ Պետք է շտապ զանգեմ։ Կարծես թե մի բան եմ մտածել։ Բարի գալուստ մեր խանութ, բարև Վինի։ Ստիվո, սա Բայրոնն է, Բայրոն, սա Ստիվոն է։ Բարև, սա քո աշխատանքն է։ Բայրոնը խանութի տերն է, Ստիվենը սիրում է կենթանիներ։ Կենթանի ես ուզում, հա։ Կուզեի, բայց կենթանի ունենալը միայն նրանց հետ խաղալը չէ։ Ճիշտ է։ Հա։ Վայ, զգույշ փոքրիկ։ Բռնեցի։ Լավ բռնեցիր, գործ պետք չէ։ Ես կարող եմ այստեղ աշխատել։ Դու ինչ կասես, Վաքս։ Այո։ Լավ, սխալներ եղել են, բայց հիմա Սթիվենի համար վճարովի պրակտիկա են գտել կենթանիների խանութում։ Դրանից լավ բան։ Կենթանիների խանութը լավն է, նրանք կրյաներ ունեն։ Սիրելիս, այնքան ուրախ եմ քեզ համար։ Հաղթական ծրագիր է։ Լավ, եկեք թարմացնենք քո IPP-ին ներառելով պրակտիկան կենթանիների խանութում։ Եթե դժվար չէ, ստորագրիր այստեղ։ Այո։ Շնորհակալ եմ, ընկերս։ Այսօր Վինին հիշեցրեց, որ IPP-ն ճկուն փաստաթուղթ է եւ որքան կարեւոր է հարցեր տալ IPP-ն թարմացնելիս, որպեսզի դա համապատասխանի այն մարդկանց նպատակներին եւ հետաքրքրություններին, ում մենք օգնում ենք։ Բայց հարցեր տալը բավարար չէ։ Կարևոր է իսկապես լսել եւ գործել հիմնվելով լսածի վրա։ Հիշեք, անձնակենտրոն պլանավորումը լավ թղթաբանությունը չէ, այլ օգնելը, որ կյանքն ավելի լավը դառնա։